կանգնած սարերի հետ, են հզոր անսասան, ծածանում է գլխին վետ-վետ իր դրոշի սրբազան, են սասունցի Դավիթն է հին, մսրաշ խթան խորտակել, թուր կայծակին իրեն ձեռքին, լույս աշխար է դուրս եկել, հայոց մթին սարերի հետ, նա է կանգնած անսասան, ծածանում է գլխին վետ-վետ, հայ դրոշը սրբազան։ Պետական հիմնը պետական խորհրդանիշներից մեկն է, օրհներքի կատարման ժամանակ ընդունված է կանգնել։ Վահանը պահում են արծիվը ձախից և առյուծը աջից։ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության զինանշանն է։ Ներքևում պատկերված ցուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության։ Մայիսի 28-ին ավելի քան 500-ամյա ինքնիշխանությունից հետո վերականգնվեց հայկական պետությունը, ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության։ Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշը ընդունվեց եռագույնը։ Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրության կարգի պահպանման հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ Մեզանից շուրջ 3000 տարի առաջ հայկական լեռնաշխարհում Վանա լճի շրջանում կազմավորվեց մի հզոր պետություն՝ Ալիվերդյան թագավորությունը, որը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն։ Արգիշտի թագավորի օրոք Քրիստոսից առաջ 752 թվականին հիմնադրվեց Երևանի բերդաքաղաքը, այսօր մայրաքաղաք Երևանը։ Այսօր արդեն 2806 ամյա Երևանը ուղղակի ժառանգորդն է այդ բերդաքաղաքի և իր հպարտություն բոլոր երևանցիների, մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Սկզբին 301 թվականին Տրթադ 3-րդ թագավորի օրոք Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա երկիրը։ Վաղարշապատ մայրաքաղաքում կառուցվեց առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Էջմիածինը, որը մինչև օրս ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրն է։ Մենք հայերս առաջին քրիստոնյա ազգն ենք երկրի վրա։ Մեր հավատը օգնել է պահել մեր մշակույթը։ Այսպիսով, Սահակ Բարթև կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը մեկնեց այլ երկրներ, որպեսզի ուսումնասիրի նրանց գրատեսակները։ Վերջապես 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը հայրենիք վերադարձավ, իր հետ բերելով հայոց այբուբենը, որն ուներ 36 տառ, որոնց հետագայում ավելացրին ևս 3-ը։ Առաջին հայերեն նախադասությունը, որ թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը, հետևյալն է՝ ճանաչել զիմաստություն և զղրատ, իմանալ զբանս հանճարոյ։ 18-րդ դարում Սյունիքում պարսից խաների և թուրք նվաճողների դեմ տված պայքարը ղեկավարեց նշանավոր զորավար Դավիթ բեկը, ուշագրավ էր Բեքիթ Փաշայի դեմ տված հաղթանակը և Դավիթ բեկն իր 300 քաջերի և Մխիթար սպարապետի հետ խուճապի մատնեց թուրքական բազմահազարանոց զորքը։ Վաղ միջնադարում Հայաստանում սարկացած էին ճարտարապետությունն ու քանդակագործությունը։ 7-րդ դարում 643-ից 652 թվականներին կառուցված Զվարթնոցի եռահարկ եկեղեցու ջարդաքանդակները մինչև օրս հիասմունք են պատճառում բոլորիս։ Առաջին դարից մեզ հասած մի հրաշագետ տաճար է Գառնու հեթանոսական տաճարը։ Տաճարը կանգուն էր մոտ 1600 տարի։ 10 դարից Հայաստանում գործում է մի շարք համալսարաններ, որոնցից առավել համբավ ունեցողներից էին Գլանձորենի
Գրի եւ Տաթևի համալսարաններ։ Մեր թվարկությունից 95 տարի առաջ հայոց կապ բարձրացավ Տիգրան II. Նրա օրոք Հայաստանը դարձավ հսկա տերություն եւ այն ձգվում էր ծովից ծով, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նա հայտնի էր մեր պատմության մեջ Տիգրան Մեծ անունով։ Քրիստոսի ծնունդից 55 տարի առաջ գավ բարձրացավ Տիգրան Մեծի արտավազն երկրորդ որդին։ Նրա օրոք Հայաստանում ծաղկեց հատկապես թատերական արվեստը։ Քարքոշը իր դատաստանագրքով հիմք դրեց դատարանների ձևավորմանը։ Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական աղբյուրներում եւ այժմ նրանք պահպանվում են Երևանի մատենադարանում։ 9-ից 10-րդ դարերում ձևավորվեց հայ ժողովրդի բանահյուսության գոհարը՝ Սասունցի Դավիթ էպոսը, որի հիմքում ընկած է արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը։ Հայ ժողովրդի կենսական ուժի լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ։ Այդ զորքի առաջնորդն է եղել Վարդան Մամիկոնյանը։ Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը, իդեմս Հայաստանի երրորդ հանրապետության։ Մովսես Խորանացին ծնվել է 4 օգոստոս 415 թվականների միջև Սյունիքի Խորյան գյուղում Վաղարշապատի դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթևին։ Հայոց պատմություն Մովսես Խորանացու գրած գլխավոր երկներ։ 16-րդ դարի սկզբին Հակոբ Մեղապարտը Իտալիայի իշխանություններից թույլտվություն ստանալով տպագրատուն հիմնեց Վենետիկ քաղաքում եւ սկիզբ դրեց հայկական տպագրությանը։ Դարում Միջերկրական ծովի ափին ծաղկեց Կիլիկիայի հայկական պետությունը։ Արտաշեսյանների թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ. 189 մ.թ. 1 թվականներին, որի հիմնադիրը Արտաշես Ա. Բարեպաշտն է։ Թագավորության մայրաքաղաքներն են եղել Երևան Դաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստան հռչակվեց Խորհրդային Հանրապետություն, հետագայում ընդգրկվելով Սոցիալիստական Հանրապետությունների միության կազմի մեջ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ընտրություն, եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը այո ասաց անկախությանը, կատարվեց հայության երազանքը, ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության բանակը կազմավորվել է 1992 թվականի հունվարի 28-ին։ Հայոց բանակը կազմավորվել է բարդ ժամանակաշրջանում, երբ ադրբեջանցիների կողմից սկսվել էր ցեղասպանական գործողությունները։ Հայ ժողովուրդը, որպեսզի ինքնապաշտպանվի, ստեղծեց զինված խմբեր, որպեսզի պաշտպանի Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգությունը։ 1988 թվականից փետրվարի 18-ին սկսվեց Արցախյան ազգային ազատագրական շարժում։ Հայ ժողովուրդը դեռ չի ավարտել իր պայքարը եւ մենք հաղթելու ենք։